Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Այսօր հայկական խոհանոցից պատրաստում ենք ոսպով և կաղամբով աղցան։ Այն պատրաստում է առատ կանաչիներով, բանջարեղենով և ոսպով։ Ոսպով այս աղցանը հարուստ է բուսական սպիտակուցներով, մանրաթելերով և վիտամիններով։ Այս հրաշագործ օգտակար աղցանը պատրաստելու համար նախ եւ առաջ խաշում ենք 1 բաժակ ոսպ, այնպես որ հատիկները մնան ամբողջական, որպեսզի աղցանը ունենա գեղեցիկ տեսք։ Այնուհետև մանր կտրատում ենք 1 մեծ գլուխ կարմիր սող և 4 միջին չափի լոլիկ։ Սիրելիներս, այս աղցանը ոչ միայն համեղ է և օգտակար, այլ նաև աչք է շոյում իր գույներով։ Ես շատ եմ սիրում գարնան ամիսներին պատրաստել առատ կանաչիներով նման աղցաններ, իսկ դուք ինչ աղցաններ եք նախընտրում, գրեք մեկնաբանություններում։ Բարակ ձողիկաձև կտրատում ենք նաև վարունգը։ 1 մեծ գազարը կարտոֆիլ մաքրելու համար նախատեսված քերիչով բաժանում ենք բարակ ժանյակների։ Միայն գարնանային այս գույներին նայելով տրամադրություն է բարձրանում, այնպես չէ՞։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի նոր և հետաքրքիր բաղադրատոմսերը։ Ընդամենը 2 րոպե և գազարը պատրաստ է։ Այս գեղեցկությունը լցնում ենք աղցանամանի մեջ։ Այստեղ ավելացնում ենք նաև թուլաղաջրի մեջ խաշած եփած ոսպը։ Իդեպ այս աղցանը կարելի է պատրաստել ոսպի փոխարեն վերցնելով եփած սիսեռ, հատիկ լոբի կամ բլղուր։ Այդ բաղադրիչներով աղցանը նույնպես ստացվում է սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ։ Կարող եք փորձեր անել և ընտրել ձեր քիմքին առավել համապատասխան տարբերակը։ Որքան հնարավոր է բարակ մարանցնում ենք մոտ 300 գրամ կաղամբ և 1 կապ հազար։ Կաղամբը և հազարը նույնպես լցնում ենք մնացած բաղադրիչների վրա և մանր կտրատում ենք կես կապ համեմ և կես կապ կանաչ սոխ։ Չնայած դեռևս աղցանը պատրաստ չէ, բաղադրիչների բույրը պարզապես արտակարգ է։ Կարող եք համեմից բացի ավելացնել նաև սամիտ և ազատ քեխ, ըստ ձեր ցանկության։ Բոլոր բաղադրիչները արդեն պատրաստ են, մնում է միայն ավելացնենք համեմունքները։ Համեմում ենք կարմիր քաղցր և կծու պղպեղներով և ավելացնում ենք աղը ճաշակի։ Մոտ 70 մլ արևած աղի կամ ձիթապտղի ձեթ և 3 ճաշի գդալ 5%-անոց խնձորի քացախ, մի փոքր թթվաշամ հաղորդելու համար։ Քացախի փոխարեն կարելի է ավելացնել կես կիտրոնի հյութ։ Եվ այս ամենը մի լավ խառնում ենք, գույները, աղցանի թարմությունը պարզապես արբեցնող է։ Քանի որ այս աղցանը պարունակում է բուսական սպիտակուցներ, այն կարող է ծառայել որպես խավարտ կամ հիմնական ուտեստ։ Համեղ, ընտիր, առողջարար և օգտակար աղցանը արդեն պատրաստ է, մնում է միայն ճաշակել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ ոսպով աղցանի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։